Բարև ձեզ, եթերում դիտակետն է, այսօր զրուցելու եմ Արթուր Մինասյանի եւ Զարա Հովհաննիսյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Արթուր հարսնաքարում տեղի ունեցավ ողբերգություն, որից հետո հասարակությունը ոտքի կանգնեց եւ սկսվեց հասարակական մի շարժում, որի նպատակն է հասնել արդարադատության, պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։ Շարժման կուզեի ներկայացնեք, որն է լինելու շարժման հաջորդ քայլը, նպատակները արդեն հայտնի են, ուղղակի հաջորդ քայլն ու հերթականությունը ինչպիսին է լինելու։ Ուրեմն նախաձեռնությունը հստակ ձևակերպել է իր պահանջները, դրանք են ուրեմն առաջին հերթին Ռուբեն Հայրապետյանին իրավական պատասխանատվության կանչելը, քանի որ գիտեք մամուլում հրապարակումներ են սկզբնական շրջանում տեղի ունեցել, միջադեպը երբ որ հասարակական հնչեղություն ստացավ, որ Ռուբեն Հայրապետյանի անմիջական ցուցումով է դա տեղի ունեցել եւ դատախազությունը ուղղակի պարտավոր է դա որպես հաղորդագրություն հանցագործության մասին դիտել եւ այդ մասով քննություն անցկացնել, սակայն մենք տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում եւ հետեւաբար պահանջներից մեկը հենց դրան հասնելն է, որ այդ մասով տեղի ունենա քննություն եւ Ռուբեն Հայրապետյան պատասխանատվության ենթարկվի։ Երկրորդ պահանջը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից Ռուբեն Հայրապետյանի հեռացումն է, քանի որ դա բավականին հեղինակավոր կառույց է եւ նրա ղեկավարը պետք է ամբողջիչ հեղինակություն ունենա։ Մյուս պահանջը հարսնաքար որպես իրավաբանական անձ պատասխանատվության կանչելն է եւ կոմպենսացիան տուժողներին պետք է հենց հարսնակարը որպես իրավաբանական անձ վճարի։ Բացի դրանից մենք առաջարկում ենք եւ պահանջում ենք հատուկ քրեական ծառայության վարույթ տեղափոխել ոստիկանության վարույթից քրեական գործի քննությունը, որովհետեւ այս ամբողջ ընթացքում մենք տեսել ենք, որ ոստիկանությունը հակված չէ բացահայտել գործի մանրամասները եւ այնտեղ կան նաեւ բարեկամական կապեր փոխոստիկանապետի եւ Հայրապետյանի միջեւ, որը կարող է ազդել քրեական գործի քննության ընթացքի վրա։ Բացի դրանից պատասխանատվության չեն կանչվում ծեծի բոլոր մասնակիցները։ Հրապարակային հայտարարություններում տուժած կողմը բժիշկները ծեծված հայտարարել են, որ առնվազն 15 հոգի են մասնակցել ծեծին, այնինչ մինչ օրս կալանավորված են 6-ը։ Սա բավականին տարօրինակ է։ Բացի դրանից պետք է նշել, որ ոստիկանությունում գտնվելու ընթացքում, քննչական վարույթի գտնվելու ընթացքում ոստիկանությունը աշխատում է շատ փակ, չի ապահովում գործի քննության հրապարակայնացումը, բոլոր լրագրողների հարցերին պատասխանում է քննչական գաղտնիքի, հիմնավորում է չտարածել տեղեկատվության քննչական գաղտնիքով, որը բացարձակ անթույլատրելի է։ Բացի այդ, իմ անձնական համոզմունքով հիմա պետք է խնդիրը լինի թիվ 1 խնդիրը շարժման ազգային ժողովի արտահերթ նիստի հրավիրումը։ Ինչու՞։ Որովհետև Ռուբեն Հայրապետյանը մինչ այժմ հանդիսանում է պատգամավոր։ Մենք սա շատ կարևոր է փաստենք, որ Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր չի դրել։ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին եւ մանդատը վայր դնելու գործընթացը ավարտին հասնելու համար ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի անհրաժեշտ է ազգային ժողովի նիստ։ Քանի որ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 10-ին, հերթական նիստը, մինչ այդ օրը Ռուբեն Հայրապետյանը պատգամավոր է լինելու։ Բացի դրանից 15 օրվա ընթացքում ըստ օրենքի նա իր դիմումը հետ վերցնելու իրավունք ունի։ Հետևաբար, որպեսզի այդ պահանջը իր տրամաբանական ավարտին հասնի, նախ եւ առաջ անհրաժեշտ է հրավիրել ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որտեղ այդ նրա դիմումը կհրապարակվի եւ այդ ընթացակարգը տեղի կունենա եւ նա մանդատից վերջապես կզրկվի։ Այստեղ շատ կարևոր է նրանով, որ հնարավոր է իշխանությունները լարել են հերթական ծուղակը։ Ենթադրում եմ, որ նրանք հաշվարկել են, որ մինչև սեպտեմբեր այս շարժումը, մարդկանց հասումը ալիքը կնվազի եւ Ռուբեն Հայրապետյան կկարողանա հետ վերցնել մանդատից հրաժարվելու դիմումը։ Եվ պետք չէ միամիտ լինել եւ կարծել, որ սա հնարավոր տարբերակ չէ։ Մենք գիտենք, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ից հետո հրաժարական տվել եւ հետագայում ավելի բարձր պաշտոն զբաղեցրել։ Մենք տեսել ենք նաեւ Գագիկ Բեգլարյանի նախադեպը, երբ ավելի բարձր պաշտոն զբաղեցրեց հետագայում։ Հետևաբար սա թիվ 1 խնդիրը պետք է լինի իմ համոզմամբ եւ շարժման օրակարգում սա պետք է ֆիքսվի առաջնահերթ խնդիր ԱԺ արտահերթ նստաշրջանի հրավիրումը։
նստաշրջանին դեռ կանդրադառնանք, Զարակուզեի խոսենք շարժման ձևավորման մասին, որովհետև առաջի դեպք չէ, որ Հայաստանում տեղի են ունենում բռնություններ, առաջի օլիգարխը չի, որի թիկնապահները իրականացնում են ծեծ ջարդ, որի արդյունքում մարդ է մահանում, դա եղել է եւ նախկինում եւ կարծում եմ ապագայում էլ ցավոք սրտի կլինի, ինչու հենց Ռուբեն Հայրապետյանի թիկնապահի դեպքը առաջացրեց նման հասարակական պորտկում զայրույթ։ Ուզում եմ անդրադառնալ ընդհանրապես բռնության եւ կյանքի մշակույթների բախմանը։ Այդ ամենը սկսվել է շատ ավելի վաղ եւ քանի որ մենք գտնվում ենք բռնատիրական իշխանության ճիրաններում, հանրությունը շատ ավելի վաղ սկսել է պայքարել այդ բռնատիրական մշակույթից ազատագրվելու եւ բռնատիրական իշխանությունից ազատագրվելու պայքարը։ 2008 թվականից սկսած քաղաքացիական մեծ շարժումներ սկսեցին տարբեր ուղղություններով, թիրախային, որոնք ձևավորեցին մի այնպիսի միջավայր, որ մարդիկ սկսեցին տեսնելով, որ տերերը իշխանության տերերը դարձել են բռնության մշակույթի կրողներ, ազատագրական պայքար սկսեցին, թիրախային։ Ես եմ բանակի տերը, ես եմ քաղաքի տերը, այսպիսի մի պայքարների ցանց սկսվեց եւ եկավ հանգուցալուծվեց մի իրավիճակի, որ այլևս բոլորը միահյուսվեցին, համախմբվեցին մի խնդրի շուրջ, որ ցանկացած մեկը կարող է դառնալ այդ բռնության թիրախը, անգամ պաշտպանության սպան։ Ընդհանրապես այս բռնության մշակույթը շատ տարերայնորեն զարգացավ հանրապետությունում եւ ուղղորդված իշխանության կողմից ստեղծվեցին նաեւ այդպիսի հանրույթներ, հակահանրույթներ, կյանքի մշակույթը կրող պայքարի քաղաքացիական շարժումների դեմ գործող այսպիսի հակահանրույթներ, որոնք ձևավորվեցին շատ ավելի վաղ, քան այս ընտրություններն էին։ Առաջին քայլը ես հիշում եմ, որ ձևավորվեց այդ ստոպ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի ժամանակ, երբ մի խումբ կարծես թե վրդովված քաղաքացիներ, որոնք ես չգիտեմ դրանք ովքեր էին, հարձակվեցին իրավապաշտպան կազմակերպության վրա, քարեր նետեցին եւ այլն, որ դուք իրավունք չունեք այստեղ ցուցադրելու ադրբեջանական ֆիլմեր։ Դա առաջին հակահանրույթն էր, որը ցուցադրվեց իբրև որպես հանրության հանրային կարծիք։ Ես չգիտեմ դրանք ովքեր էին ընդհանրապես, ինչ էին պահանջում, մինչ այժմ էլ չգիտեմ ինչ են պահանջում, բայց հստակորեն ուղղորդված են իշխանության կողմից եւ կրում են բռնության մշակույթը։ Հաջորդ այն արծիվներն էին, որոնք դուրս եկան փոքրիկ Հիտլերի տեսքով, փողոցներում շրջեցին, վախ ու սարսափ տարածելով հանրության մեջ, որ Սերժ Սարգսյանը դա արևածագն է եւ ընդհանրապես հանրային կարծիքը այն է, որ այդ մշակույթը հանրապետական կուսակցության գրող բռնության մշակույթը նաեւ ձերն է, հանրություն։ Մենք շրջում ենք փողոցներով եւ տեսեք թե մենք ինչքան շատ ենք։ Վախեցնելով նույն քաղաքացիական հասարակությանը, որը ընդվզում էր բոլոր այդ բարքերի հանդեպ։ Հաջորդ քայլը այդ սարսափելի ընտրություններն էին, որոնք տեղի ունեցան հասարակության մեջ, հասարակությանը դարձնելով հանցակից, գնվեցին ձայներ, այսինքն փողով մարդկանց բերեցին ընտրատարածքներ, դա բռնության ձև է, եւ հայտարարեցին, որ դու ինձ հետ հանցակից ես, դու կարողացել ես ինձ հետ գործարքի մեջ մտնել, փողով եկել ես, ձայն ես տվել ինձ, ինչ է պատահել, հասարակությունը ձևավորել է իր տիպի իշխանություն։ Դրանից անմիջապես հետո տեղի ունեցավ DIY-ի պայթյունը։ Անմիջապես դրանից հետո ձևավորվեց մի կարծիք, որ փոքրամասնություններն են մեղավոր, որոնք գտնվում են հենց նույն քաղաքացիական հանրույթի մեջ, ակտիվիստներ են եւ այլն, դրանից հետո տեղի ունեցավ այդ հակաերթը, բազմազանության օրվա հակաերթը, որը խայտառակություն էր իմ կարծիքով, ուրեն այդ ազգայնականները երբ սպանվում է սպան Հայաստանի Հանրապետության պաշտպանության սպան, ուր են ազգայնականները, չէ՞ որ այդ սպան է փրկում այն մարդկային կյանքերը, որոնք ադրբեջանական գնդակներից են զոհ գնում, այդ սպայի մոտ են բերում վիրահատության, ինչ է պատահել ու որտեղ են այդ հանրույթները, չկան, նրանք ուղղորդված են իշխանության կողմից, որպեսզի հասարակությանը համոզեն, որ դու եւս բռնության մշակույթի կրող ես, ոչ հասարակությունը բռնության մշակույթի կրող չէ, ազատագրման պայքարի կանգնած հանրությունն է, որը այժմ միավորվել է հենց Վահե Ավետյանի այս խնդրի շուրջ եւ պահանջում է պատժել բռնության մշակույթի գրող այս բոլոր անձանց, որոնք ուզում են համոզել, որ մենք ենք ձևավորել իրենց, ոչ մենք չենք ձևավորել, նրանք բռնատիրական իշխանություն են, որոնք կարողացել են բռնությամբ գալ իշխանության։ Եվ այժմ նաեւ երեկվա դեպքին եմ ուզում անդրադառնալ, որ հասնակարի արչեւ տեղի ունենում խաղաղ մոմավառության ակցիա եւ ոստիկանությունը բռնի ուժով կարողացավ կանխարգելել այդ գործողությունները խաղաղ, որոնք ոչ մի բռնության կոչեր չէին այնտեղ տեղվում, եւ ամենասարսափելին ինձ համար դա այն է, որ ոստիկանությունը առաջին անգամ սկսեց կանանց աչքերի մեջ նայելով տեղալ սարսափելի հայհոյանքներ,
որոնց ես այսքան տարվա ակտիվիստ եմ, երբեք ականատես չեմ եղել նման իրադարձության, եւ կարծում եմ, որ դա եւս սա դրանք է, որպեսզի հանրությունը ներքաշվի այդ բռնության մշակույթի մեջ եւ սկսի ընդվզել բռնի գործողություններով։ Մենք չենք գնալու այդ սանդրանքներին եւ մենք բացառապես տանելու ենք սահմանադրական պայքար եւ իրացնելու ենք մեր սահմանադրական իրավունքները։ Խոսենք ազգային ժողովի արտահերթ նիստի գումարման մասին, որը նշեցիք, որ օրակարգի ակտուալ հարցերից մեկն է, բայց պարոն Զուրաբյանը անցած 5 շաբթի, եթե չեմ սխալվում, հայտարարեց, որ արտահերթ նիստ դեռ չեն գումարելու, որովհետև նախ քանի որ արդեն հայտարարեց մանդատը դնելու մասին չկա դրա անհրաժեշտությունը եւ երկրորդ չեն կարողանալու ձայներ ապահովել։ Ինչպես եք պատրաստվում կարողանալ հասնել արտահերթ նիստի գումարմանը։ Արտահերթ նիստի նստաշրջանի գումարման պահանջը պետք է ուղղված լինի նախ եւ առաջ արտակոալիցիոն խորհրդարանական ուժերին։ Արտակոալիցիոն խորհրդարանական ուժերը 45-ից ավել падգամավոր միասին ունեն եւ կարող են հասնել նրան, որ գումարվի արտահերթ նստաշրջան։ Խնդիրը հետեւյալն է. Եթե որևէ ցանկացած ուժ քաղաքական կուսակցություն լինի դա կամ քաղաքական հարթությունում գտնվող ցանկացած միավոր կամ քաղաքացի դեմ արտահայտվի արտահերթ նստաշրջանի գումարմանը, դա ես անձամբ գնահատում եմ որպես Ռուբեն Հայրապետյանի падգամավորական մանդատից զրկելու գործընթացը իր տրամաբանական ավարտին հասցնելը կասեցնելու փորձ եւ փորձ Ռուբեն Հայրապետյանի անձեռնմխելիությունը պահպանելու։ Եվ եթե այս շեշտադրման հարցը դրվի, ես համոզված եմ, որ արտակոալիցիոն խորհրդարանական բոլոր ուժերը կմիավորվեն, եթե քաղաքացիական պայքարի օրակարգում այդ հարցը այդ շեշտադրմամբ դրվի, կմիավորվեն եւ կստորագրեն այդ 44-ից 45-ից ավել падգամավորներ կան արտակոալիցիոն, падգամավորներ կան, որոնք կարող են ստորենքի 1/3-ն է, այդ 45 падգամավոր են, հրավիրել արտահերթ նստաշրջան, այդ հարցը ազգային ժողովում բարձրացնել, անհրաժեշտության դեպքում ես անձամբ անհրաժեշտ եմ գտնում նաև ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, որը հնարավորություն կտա քրեական գործի վրա որոշակի վերահսկողություն իրականացնել ու ապահովել քրեական գործի քննության հրապարակայնությունը եւ թափանցիկությունը։ Ուղղակի մենք նախկինում ժամանակավոր հանձնաժողովներ ունեցել ու տեսել ենք դրանց գործունեության անարդյունավետությունը, այս դեպքում ինչով եք վստահ, որ նա կկարողանա իրականացնել սպասելիքները։ Խնդիրը հետեւյալումն է, անցյալի նախադեպին հղում կատարելը այս դեպքում առանձնապես հաջող հիմնավորում չի, որովհետև ոչ բոլոր ժամանակավոր հանձնաժողովներն են, որոնք աշխատել են անարդյունավետ, հա։ Օրինակ բերեմ, մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովը հարցով ստեղծված, թեև բազմաթիվ թերություններին, այնուամենայնիվ բավականին դրական բաներ է կատարել եւ որոշակի հարցեր այդ հանձնաժողովի շնորհիվ հնչեղություն են ստացել եւ հանրայնացվել է խնդիրը։ Խոսքը Նիկոյանի հանձնաժողովի մասին է, թե փաստահավաք խմբի։ Փաստահավաք խմբի մասին է խոսքը եւ բացի դրանից հենց քաղաքացիական հասարակության քաղաքացիական սեկտորը խնդիրը հենց դա պետք է լինի, որ հանձնաժողովը ստեղծվի եւ աշխատի արդյունավետ, այսինքն ճնշումը պետք է շարունակել նաեւ այդ հանձնաժողովի վրա, հա, դրսից ճնշումը։ Վերջիվերջո քաղաքացիական սեկտորի բուն ֆունկցիան հենց դա է, պահանջել քաղաքական ուժերից որոշակի գործողություններ կատարել, որոնք հասարակական խնդիրներ են լուծելու եւ անդադ վերահսկել եւ ճնշում գործադրել։ Եթե քաղաքացիական սեկտորը հրաժարվում է իր այդ բուն ֆունկցիայից ենթադրելով, որ ժամանակավոր հանձնաժողովը ված չի գործի, այդ դեպքում հասկանալի չէ քաղաքացիական հանրության ֆունկցիա։ Հենց պետք է նույն այդ հանձնաժողովի վրա ճնշումներ գործադրվեն, որ ինքը արդյունավետ աշխատի, քանի որ օրենքը հնարավորություն տալիս է բավականին լայն լիազորություններով հանձնաժողով ստեղծելու եւ արդյունավետ աշխատելու այդ ուղղությամբ։ Ով է այն հասցեատերը, ով պիտի պատասխանատվության ենթարկի մեղավորներին, որովհետեւ երեկվա դեպքը նույնիսկ ցույց տվեց, որ ոստիկանները, կարմիր բերետավորները, նրանք, ովքեր պիտի ենթարկեն պատասխանատվության մեղավորներին, այս պահին գտնվում են Ռուբեն Հայրապետյանի կողքին, ոչ թե հասարակությանը։ Ոչ թե գտնվում են ինչ որ մեկի կողմ, այլ ստանում են վերադասի հրահանգ։ Իսկ մենք գիտենք, որ ամբողջովին այդ մշակույթի բռնատիրական մշակույթի գրողը հենց իշխանությունն է, հանրապետական կուսակցությունը, որը գտնվում է իշխանության ղեկին։ Բնականաբար այդտեղ եւ պրեզիդենտն է, եւ բոլոր մնացած չինովնիկներն են, որոնք այդ կուսակցության անդամ են։ Անմիջական թիրախը բնականաբար այդ կուսակցությունն է, որը պետք է վերցնի եւ կարողանա իր կուսակցին պատժել։
Գոնե մեկ նախադեպ պետք է լինի Հայաստանում, որ կարողանան տիրապետել այս մշակույթին, որտեղ ինքը բռնությունը սարսափելի տարերայինորեն զարգացող խնդիր է։ Դու եթե շատ կոչեր ես անում, հետո չկարողանաս տիրապետել, կարող է դուրս գալ ընդհանրապես քո ոլորտից եւ քեզ էլ հետը ծածկել ու տանել իմիջայլոց։ Պետք է նրանք էլ շատ զգուշ լինեն դրանից։ Իսկ երեկվա դեպքը հարսնակարում, երբ հենց ինքը Ռուբեն Հայրապետյանը հրել կամ բռնություններ կիրառել իրավապաշտպանի նկատմամբ, փորձում են մեր համբերությունը, մի հատ կապտակենք Արման Վեզիրանին, տեսնենք ինչ ռեակցիա կունենան, հետո ներողություն կխնդրենք, կանցնի։ Ոչ, պետք է անպայման գնա նորմալ իրավական վարույթ այդ գործերը եւ բոլորը պետք է քննվեն դատարաններում։ Մենք ներողություններով ընդհանրապես չենք առաջնորդվում։ Ես համաձայն եմ Զարայի հետ, ես էլ եմ կարծում, որ սա սովորական թեստ է հասարակության ներվերը ստուգելու, հա, բայց բավականին անհաջող եւ անլուրջ թեստ է, որովհետեւ ինչպես Facebook-ի օգտատերերից մեկը այսօր գրել, արդեն սկսում ես կասկածել Ռուբեն Հայրապետյանի եւ ընդհանրապես իշխանությունների adekvatության մեջ, հա, հարվածել, հետո ինչ որ սրտաճամլիկ տեքստեր տարածել, մարդ սպանել, հետո ինչ որ տենց բարոյականության դիրքերից հանդես գալով ինչ որ հայտարարություններ անել, դա առնվազն լուրջ չի, եթե դա շարունակվի, պետք է այս ասենք ասենք նոր պահանջ ձևակերպել, ինչպես նույն այդ օգտատերներ բանարել, գրել, որ Ռուբեն Հայրապետյանին եւ նմաններին պետք է նախ մի հատ հոգեբուժական փորձաքննության ենթարկել, որովհետեւ դա adekvat մարդու վարքագիծ չի ու կատվախոտի ոգեդումը այստեղ նրան չի օգնի միանշանակ։ Հասնակարի միջադեպը գիտեք ինչով էր ունիկալ, ինքը եւ քաղաքական, եւ հասարակական, եւ բանակի հարթություններում առաջացրեց լուրջ ընդվզում, հա։ Դրանք բժշկական հարույց եւ սահմանից դուրս հայերի ներսում առաջացրեց։ Նաեւ սահմանից դուրս հայերի ներսում այս համախմբումը տեղի ունեցավ հենց այն պատճառով, որ բոլոր համարյա հասարակության շերտերը, հա, անգամ նրանք, ովքեր որպես կանոն ակտիվորեն հասարակական process-ն չեն մասնակցում, օրինակ բժիշկները, որոնք մենք գիտենք բավականին չեզոք են ընդհանրապես, լոյալ են, չեզոք են, նրանք եւս ըմբոստացան, բանակ ըմբոստացավ, ներքին ըմբոստություն կա, մենք դա այդ ներքին ինֆորմացիան ունենք, եւ դա բերեց այդ համախմբմանը։ Խնդիրը նրանում է, որ քաղաքական դաշտում գտնվող միավորները պետք է խուսափեն շարժումը օգտագործել իրենց անձնական Հայաստանի պատկերացում զարգացման իրենց պատկերացումները իրագործելու եւ այլ բաների մեջ, այլ հակառակը պետք է պատրաստ լինեն իրենց ունեցած ռեսուրսը ծառայեցնել քաղաքացիական այս շարժմանը եւ այս խնդրի լուծմանը։ Այս պահի դրությամբ կան մի քանի խմբեր, որոնց նպատակը նույն հարսնակարում տեղի ունեցած դեպքերի պատասխանատվության ենթարկելն է պատասխանատուներին։ Այդ ուզում եմ հարցնել, տարաձայնություններ կան խմբերի միջև, թե դուք ունեք ընդհանուր օրակարգ, որով փորձելու եք հասնել արդարության։ Գիտեք, եթե կար մեր նախաձեռնությունը ձևավորվել է ինքնաբուխ, անմիջապես դեպքից հետո Facebook սոցիալական ցանցում խումբ ստեղծելուց հետո եւ ի սկզբնական շրջանում միավորում էր բոլորին։ Հետագայում ստեղծվեցին նաև այլ խմբեր, տարբեր անհատներ, անգամ կազմակերպություններ կամ անհատների համախմբեր, ստեղծեցին տարբեր նոր նախաձեռնություններ, ենթադրում եմ, որ մեր պայքարի սկզբունքները կամ մեխանիզմները որոշակի հակասության մեջ են նրանց պատկերացումների հետ եղել, հակառակ դեպքում ինչու պետք է ստեղծեին նորը, հա, եթե այս ֆորմատը տեղից էլ բաց էր եւ կարող էին բոլորը դրսևորվել այս ֆորմատի մեջ։ Այս ֆորմատը իր մեջ ներգրավել է տարբեր հասարակական եւ քաղաքական սեկտորի ներկայացուցիչների, տարբեր կուսակցության ներկայացուցիչների, հասարակական տարբեր շարժումների ներկայացուցիչների, ճիշտ ասած մի քիչ տարակուսելի է թե ինչու ստեղծվեցին ուրիշ շարժումներ, ես հույս ունեմ, որ իրանք հստակ իրենց գործունեության սկզբունքները եւ պահանջները կձևակերպեն եւ այդ դեպքում արդեն հասկանալի կլինի, թե որտեղ է գտնվում այդ տարաձայնությունը։ Մենք հայտարարել ենք, որ մեր համար իրավական եւ սահմանադրական արժեքները սկզբունք են այս պայքարում։ Ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ տարբեր խմբեր պայքարեն այս խնդրի շուրջ եւ միգուցե սկզբից տարաձայնություններ լինեն, հետո միավորվեն
կարևորը այն է, որ բացառապես մերժվի բռնության մշակույթը եւ չգնան այդ պրովոկացիային, որ նույն քայլերով, նույն ձևի պատասխաններ տրվեն այսպիսի իշխանությանը, այսպիսի կուսակցությանը, որը ամբողջովին պահում է հանրապետությունը բռնության ռեժիմի տակ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Այսպիսին էր դիտակետը, շարունակեք հետևել Civilnet-ին։